Ողջույն, մենք Բեյրութում ենք եւ այստեղ մեզ համար համաձայնել է պատրաստել Արփի Մանգասարյանը, իսկ թե ով է նա, կիմանա քիչ անց։ Հետևեք մեր հաղորդման ընթացքին։ Բարև ձեզ Տիկին Արփի։ Բարև ձեզ։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, քաղցած սպասում են Արփումը։ Մենք երեք միասին խոսեցինք, պայմանավորեցինք, որ պիտի գանք ձեզ մոտ եւ դուք մեզ պիտի կերակրեք։ Շատ ճիշտ։ Բայց նախքան կերակրելը, եթե կարելի է մեկնաբանեք, որտեղ ենք մենք այս պահին գտնվում։ Բեյրութի որ հատվածում։ Դուք կգտնվեք Բեյրութի Բուրչամուտ թաղամասի մեջ եւ Բադգեր կետրոնի Բադգեր դան արչեւ, որը հայ կամ ընդհանրապես արհեստներու եւ ստեղծագործներու դան արժեվ կգտնվի դունն է իրենց դունն է այո Դավիթին խնդրենք այնտեղ ես տեսնում եմ քեսապցիների տուն ինչ է դա եւս այնտեղ միություն մնե պատերազմից հետո ստեղծվեց չէ շատ ավելի առաջ ստեղծված է Լիբանանի մեջ միություններ կան ուրեմն քեսապցիներու հայրենակցական միության դանն է ինչպես մենք Մանգասարյաններու եւ արհեստներու ստեղծագործներու դունն է այստեղ եւ այստեղ գրված է այսօրվա ճաշը հա ճիշտ այսօրվան ճաշը ունենք ստեբրինի լիցք դոլմա եւ այստեղ արաբերենով ալ գրենք որովհետեւ մարդիկ հասկանան մεχշի ժազար կարող են գնալ ներս Գնացեք Տիկին Արփի, դեպի որ կողմ պիտի գնանք, աջ թե ձախ։ Հիմա եթե ուզեցիք ձեր աջ երթալ, երթակ կմտնեք արհեստանոց, Բադգերի արհեստանոցը, ուր պիտի ցույց տամ ձեզի ցերակորձներ եւ դեսագավոր ցերկի ստեղծագործություններ, իսկ եթե ձեր ցախը մտնեք, խոհանոց պիտի գնանք։ Պիտի մտնեք ջաշարան։ Եվ ջաշարանեն վերջ խոհանոց, այնպես որ ընտրեցեք։ Սկզբից գնանք դեպի աջ, հետո գնանք դեպի ձախ։ Իսկ ինչ պաստառ է, սա ինչ է տեղի ունեցել վերջերս այստեղ։ Ուրեմն ապրիլյան եղերնի հետ կապված Բադգեր ամեն տարի գոքեգոչ է եւ այդ ոգեգոչման թեմամը գնդրե եւ մեր այս տարվան թեման բիդի աբրիս սավագս ցանկի գդագա այսինքն սերունդը իր հաջորդ սերունդին գդակ մուգուդա որթում բիդի աբրիս իսկ ապրիլը նաեւ ապրիլու գամքին հետ կապված է հարադեվ աշխատանքը մտնենք եւ աշխատանքին արդյունքները տեսնենք ահա դե ներկայացրեք ինչ ունեք այստեղ նախս մեր դիգինները Օրիորտանահիդը եւ Դիգին Մարիան յուրաքանչյուրը իր ժառանգությունը մշակույթի ժառանգությունը գբահբանե բահբանման մեջ մեծ աշխատանք ունի ուրեմն Անահիդը գաշխադի հայկական ասեղնակորց հիմա իր նոր սկսած է դեռևս շատ հստակ չէ շատ փոքրիկ է բայց մենք հիմա ցույց կտանք իր կորձը իսկ Մարիան գաշխադի սվազի կորձը սվազի ասեղնակորձը որ դարձյալ որոշ չափով գերեվի, բայց քույները հիմա ցեզի ցույց կտանք։ Ինչ շսել է սվազի կամ հայկական ասեղնակորձ, սվազը շրջան մնե Հայաստանի մեջ, պատմական Հայաստանի մեջ, որ Սեբաստիան էր եւ դիգինները այդ շրջանի յուրահատկություն ունեին իրենց աշխատանքի մեջը որոշ քույներ եւ որոշ այսպես կոմպոզիցիոներ գաշխադեին հիմա ցույց կտան եւ մենք ընդհանրապես այստեղ որովհետեւ այս դունը Բադգեր դունը արհեստներու եւ ցերային աշխատանքներու ստեղծագործության քաչալերման վայրն է մենք կքաչալերենք դիգիններ գաշխադին գբերեն այստեղ երբեմն մենք գտնենք որպես մեր անձնական կոլեկցիան երբեմն գտնենք այստեղ եւ վաճառքի գահանենք այո Այդ է պատճառը, որ ահագին առարգաներ կան, հիմա օրինակի համար մենք սորվեցանք կիլիմակորձություն, հայկական մոտիվներով, հայկական նաշխերով, գարբետներ աշխատիլ, փոքրիկ այսպես նմուշներու վրա, եւ ադենը մեմը գոչ կուղենք, բոլոր անոնց որոնք գպապակին սորվիլ, բահբանել եւ փոխանցել։ Իսկ ձեզ ով փոխանցեց Տիկին Արփի։ Պատմությունն է, որ իմ մեծ հայրիկներս եւ մեծ մայրիկներս եկած է, մենք Խարպերտի ճմշկածակ շրջանեն ենք, մամսակյուրեն ենք, հորս կողմը, իսկ մայրս Սեբաստիա, Սեբաստացի է եւ ծնած է ինքը Բոլիս,
ուրեմն խառնուրդը, որովհետև երկար պատմություն է դեղահանության, բայց եկած են այդ ժենոսիդի, այդ ցեղասպանության ամբողջ երկար պատմությունն է վերջ, որում մեջ մեծ հորս ընտանիքը կամ այսինքն հորս մայրը քալած է 3 ամիս եւ փրկված է մասը իր գամքով, մասը նախախնամության օգնությամբ, իսկ մորս կողմը քալած են 5 տարի, գործված են, անոնք ելած են մալգարայեն ու գործված են Լիբանանի, Սուրիո անաբատներու մեջը, հետո անցած են բոլիս մորս մայրը ամուսնացած է շատ թերադի աղջիկ, մայրս ծնած է, անցած են Բուլգարիա, գտնելու համար իրենց հայրը եւ գտած են, հետո եկած են Լիբանան եւ հայրս Դուք ծնվել եք մեծացել Լիբանանում, Բեյրութում։ Զահլե Բեկա տաշտի մեջը Զահլե քյուրակարակի։ Սա էլ է ձեր ստեղծագործությունները։ Սա մեր դիգիններուն ստեղծագործություններն են։ Ոչինչեն բան ստեղծել։ Ոչինչը այս բարակային գոջակն է։ Գոջակներ, ավելորդ գոջակներ, այդ գոջակներով եւ ցերկի հմդությամբ ու ջաշագով գստեղծեն ժանյակներ, դիգի մներ 83 տարեկան, 84 տարեկան, ուրեմն իր կորձերն են։ Եվ մենք ցույց կտանք դեսնեք, ահա, Մարիային կորձն է, որ սվազի ժանյակներ են, ասիգա Մարաշի ժանյակներն են, այս Անահիդի ասեղնակորձերն են, այստեղ Հայաստանի մեր ստեղծագործ, որ ժամանակին գեսը Հայաստան գմնա, գեսը Լիբանան գմնա, իր կորձերն են Շահե Հարությունյանի հեղինակային կորձերն են, այո, դեսնեք ներշնչումը լրիվ հայկական է, արևն է, սեմբոլներ շատ են, խորհրդանիշեր շատ են, եւ մենք աշխատենք, ահա, քիրքերը, որ մեր արմատներն են այս քիրքերը, քիրքերուն մեջը դպվածները մեր արմատներ են, եկած նաշխեր են, խորհուրդներ են, ասենք սեմբոլներ են, սրանք է, որ մենք կբահբանենք, աշխատենք, ահա եւ նոր տեխնոլոգիով, դեսնեք, այսալ նորեն մարաշի կորձն է, բայց փոխանակ ցերկով աշխատվածը նկարած ենք, ֆոտոշոպրած ենք եւ Անահիտի դասերնակորձներ են եւս ֆոտոշոպրած ենք, ու այս ամբողջը մեկ կոմպոզիցիոն գազմած ենք, բայց դուրսը շուրջը հրած ենք իսկական հարազատ ցերկի կորձը։ Կինարփի մենք քաղցած ենք։ Քաղցած եք։ Պիտի երթանք ուրեմն խոհանոց։ Չէ, մի պահ հասկանանք այն կողմում ինչ է եւ կգնանք խոհանոց։ Ասեմ ցեզի, որ նայեցեք օրինակ մեր սահմաններեն, դանը սահմաններեն դուրս կհանենք մենք հայ մշակույթի ժառանգությունը եւ գդակները ու գտանենք, ասենք, համալսարաններու մեջ, այո, կամ հանրային այսպես վայրեր եւ հոն մարաշն է կամ մեր մանրանկարչություններն է կպատրաստենք, կբարբենք քույները միայն սահմանները ցկած ենք այստեղ եւ նույնը այստեղ եւ գցենք որ ուսանողներ կամ անցորդներ կամ այդ դոնավաճառներու մասնակցողներ անցորդներ կան եւ ցանոթանան մշակույթին ներգեն լեցնեն մարաշի կորձը կամ մեր մանրանկարչությունը այստեղ Գորգեր են գործում, հա, մեծ երևի։ Այո, բայց դակավին մենք չսկսանք, բզդիգի վրա է մեր կորձերը, հայրիկս է, ուրեմն մենք այս կորձիկը ունեցանք, Բարև ձեզ։ Մենք այս կորձիկը ունեցանք, այս վարբեդի շնորհիվ, Վարբեդը, որ 60 տարի աշխատած էր իր բզիկ խանութի մեջը եւ այս կորձիկը իրեն կպատկաներ, դրված է լալով, որ ինք անընդհատ մեր հետ ցուցահանդեսներու գերտա, ահա Վասիկ ցեզի ցույց պիտի դամ, այս քրկույկի մեջը մեր վարբեդը, շատ կողունակ լալուն համար, որ
զինքը գծանոթացնեինք լիբանանյան մեծ շուգային, մեծ սիրողներուն գարբեդաս կորձերուն, ուրեմն որպես ասենք կողմնակություն մեզի այս կորձիկը մեզի հանձնեց եւ խոստումը մեզ ուզեց որ մենք պիտի շարունակենք իր կորձը։ Եվ խոստումը կատարում եք։ Նորոգեցինք, որոշ չափով, նորոգեցինք, շատ դժվար էր նորոգելը, որովհետեւ բավական փճացած կողմեր ուներ, ինքը գրնար աշխատել իր փճացած ձևով։ Մենք նորոգեցինք, համակարգը շատ բան չէ, հարիր չէ աշխատանքի ոճին, պետք է թյուրացնել, անորոշ մի քանի ապրանք դրած ենք, հիմա մենք բզիկներով վրա աշխատեցանք, այո։ Հայաստանում հիմա այդ մշակույթը չի պահպանվել եւ գորգագործությունը չգիտես ինչու չի զարգանում Հայաստանում, պահածոները ձեր պատրաստած պահածոներն են։ Այո, բիդի անդրադառնամ անոնց մասին ավելի խոհանոցի մեջ, բայց ես ցեզի ունիմ բանը ասելիք, գիտես քյուրդեր եւ թուրքեր եկան։ Եվ հաճախ այսպես ընդրանի մարդիկ, որ լսած են բադգերի մասին, բադգերի առաքելության մասին, գուքան Թուրքիայեն եւ մեզի դիգիններ էին, մի քանի դիգիններ, մի քանի արիտով դեսան երբ մարաշի կորձը կամ գարբեդակորձությունը կամ ավելի սվազի կորձերը մեզի ասին ուր կգտնվին աս երկի քաղաքները, ասինք Թուրքիո մեջ, ասին մենք Թուրքիո մեջ մենք չենք բահբաներ այս կորձերը այլևս թատրած են գիները Թուրքիո մեջ, այդ քյուղերու մեջ, թատրած են այս կորձերը նելը, թուք ընելեն, թուք հիանալի կորձ կդանեք եւ կբահբանեք։ Գնանք դեպի խոհանոց։ Գնանք, հայրիկ, եգուր մեր հետ, կորձ ունի սնելիք, եգուր։ Տիկին Արփի մենք քաղցած ենք։ Պատրաստենք։ Ինչ պիտի պատրաստենք այսօր։ Այսօրվա մեր ջաշը ստեբրինի դոլմա որ թուրսը կրած էինք, և նաև գաղամպի սարմա, այսինքն գաղամպի դոլմա կսեք կարծեմ թուք, գաղամպի, սարմա և դոլմա, համով է? Կարծում եմ համեղ է։ Գերած եք թուք ասանք պամմա? Ոչ։ Ստեբրինի դոլմա։ Ոչ, գազարով դոլմա չենք գերած։ Սա մեր ընդանեկան խոհակիրն է, որը մեծ հորմես անցած է, հորս, հորմես ալ մեզի, հայրիկը մինչև այսօր ենքը գուկա, ադեն գպոր է, որդե բզիկ կորձիկ մշինած է, կորձիկով գպոր է։ Պարզ է։ Տիկին Արփի, մենք գնումներ պետք է կատարենք մեր հարթման շրջանակներում, եթե մենք լինեինք Երևանում և գնումների կարիք ունենայինք Երևանում կա Նորզով սուպերմարկետների ցանց, վստահաբար պիտի գնայինք Նորզով եւ այնտեղ գնումներ կատարեինք, որովհետեւ այնտեղ լավագույն ապրանքն է, մթերքն է առաջարկում Նորզովքը, բայց Բեյրութում ենք եւ ուր պիտի գնանք գնումների։ Մենք պիտի երթանք, որովհետեւ մեր խոհանոցը արտիզանալ է, այսինքն ոչ մեծականակ հսկայական, այլ ցերային աշխատանքով մեջտեղ բերված համը ցևը շատ կարևոր է դրա համար մենք փոքրիկ քանակությամբ կպատրաստենք գնումներ կկատարենք իսկ դենմեյմը շաբաթ անգամը գերտանք մեծականակ շուկան հիմա բայց մենք պիտի երթանք Բուրչամուդի փոքրիկ խանութները որբեսի այդ մի քանի կիլոները շուկային առնենք երբ որ գտնեք Երևանում այցելեք Նորզով սուպերմարկետ եւ գնումներ կատարեք Նորզովքից։ Լավ։ Շատ լավ։ Կհիշենք Նորզովսկ։ Այո։ Գնացինք։ Գնացինք, հագնիմ եւ երթանք, բայսակ սարնեմ, երթանք։ Տիկին Արփի պիտի քայլենք դեպի խանութ, թե մեքենայով պիտի գնանք։ Ստեբրինը քնելու համար մեքենայով պետք է երթանք, հետո համեմունքները պիտի քնենք, ավելի մոտ է, իջնենք, գտնենք եւ գվերադառնանք մեքենայով։ Որն է ձեր մեքենա։ Այս է։ Գնացինք։ Ես ձեզ համար դուրը բացեմ, լավ։ Խնդրեմ։ Բեյրութում ընդունված է, երբ որ տղամարդիկ կանանց համար դուրը բացում են։ Ընդունված է, որոշ ադեններ, որոշ կորձերու համար, որոշ ժամանակի համար։ Լավ, գնացինք։ Գնացինք։ Այս թաղերը Բուրչամուդի ամենահին թաղերն են, մարաշ թաղն է, միայն չխպենք, չզարնենք, վասիկ մեր պիտերը։ Շատ բարդ է այստեղ մեքենա վարած, գուրս, այս կողմը։ Մի մտահոգվիկ, այո։ Մենք կքշենք այսպես նեղ թաղերու մեջ։ Պիտեր, լավ ես, ուր հասար պիպերդ,
Աշխատից կոր։ Ինշալլա։ Շատ լավ։ Մենք Հայաստանի երկրորդ հեռուստացույցն է, որ ունենք այսօր Բուրչամուդեն, եւ այսպես այցելությունը։ Համեցեք ճաշի։ Այո, Պիտեր։ Գուկաս կեսօրին ճաշի։ Եթե ավո Ինչ է։ հարմարի նայեմ։ Մեկ ուգես երկու։ Երկու։ Okay։ Եգուր։ Որտեվ վարժեն իրենք գիտեն, որ այս դունը փած է։ Եվ ես հասկացա, որ այստեղ փողոցները անուններ չունեն, տները համարներ չունեն։ Ճիշտ է։ Իսկ ինչպես է կարողանում հասցեով ինչ որ տեղ գնալ։ Մենք հիշողությամբ բահբանենք ամբողջ վայրերը եւ մանավանդ ասանք, այս վայրերը ոգի ունին։ Հոգի ունին ավելի ճիշտը։ Իրենց հոգին գնալ 40 տարի առաջ ճամփորդած Ամերիկա ու այլ դերեր, երբ վերադառնան, շատ բան չէ փոխված, բոլորը գիտեն իրենց անգյունները, իրենց այդ հոգին, իրենց սրտի մեջը դերերը վար գբահե։ Գինալփի վերջին անգամ երբ եք Հայաստանում եղել։ 2006-ին եղա։ Շատ հեռու է։ Ձեր տպավորությունը 2006-ին արդեն սկսած էր փոփոխությունները։ Անգե առաջ 1991 մեկ տարի մնացի, որովհետև ես ջարդարաբեդ եմ, նեղացա Լիբանանի բادرազմեն եւ Հայաստան ուզեցի։ Այստեղ Արաքս փողոցն է։ Հիմնական փողոցները մեկն է։ Ուզեցի երթալ եւ իմ ուսումս ծևովը գիրարել Հայաստանի մեջ, Հայաստանի համար մեկ տարի մնացի, հին հուշարձաններու ռեստավրացիայի ինստիտուտի մեջ աշխատեցա, բաժնի վարիչ ունեի, այդպես։ Իսկ մոտ ապագայում ձեր ծրագրերի մեջ կա Հայաստան գալ։ Հայաստան Մենք սպասում ենք ձեզ այնտեղ։ Համեցեք, Հայաստանում շատ բան է փոխվել դեպի լավը։ Հայաստանը մեզի համար հերու դեղ չէ, բարձրապես պետք է։ Եվ հիմա ուղիղ թռիչ կա։ Շատ հարմար է։ Այո, ճիշտ է։ Ես հայրիկ ունիմ, մայրիկ ունիմ, խնամքը գտանեմ, իմ խնամքիս ենթագայ են, դարիքոդ են, դրա համար շատ չեմ գնալ երկար բացակայիլ, 96 տարեկան հայրիկ, 95 տարեկան մայրիկ, ամենս որ Եվ բոլորը Լիբանանում մեքենա վարում են։ Բոլորը Շատ մեքենաներ եմ տեսնում, շատ։ Այո, մեծամասնությունը, որովհետև չունենք մենք տրանսպորտ, հասարակական տրանսպորտ, պուբլիկ տրանսպորտ չունենք, կամ շատ դգար է այդ բաժինը, ճիշտ այդ պատճառով ամեն մարդ ինքնիկը ուզե ապահովել եւ ինքնաշարժներ ունենալ, որտեղ պետությունը զարմանալի կերպով այդ բաժինի մեջը եւ ուրիշ շատ բաժիններու մեջը գազམ་ակերպված չէ։ Մենք հիմա մեծ խանութ չենք գնում, չէ՞, փոքրիկ խանութ է։ Որովհետև սովորաբար մեր հարթման շրջանակներում մենք գնում ենք մեծ խանութ, քիչ առաջ խոսում էի Նորզովքի մասին։ Այո։ Եվ հիմա հետաքրքիր տեսնենք դուք ինչպես գնումներ կատարեք Բեյրութում ձեր նախընտրած խանութից։ Լավ։ Այստեղ է։ Մենք կանելու խնդիր ունենք միշտ այստեղ։ Կանելու խնդիր ունենք, այո։ Մենք պիտի մտնենք հիմա Անջարցի Հակոբի խանութը, ապրանքներու մեծ մասը անջարեն գբերը ենք, եստենք ուր պիտի կարենանք, պարև, ուր տնենք այս ինքնաշարժը, մի պահ թողնենք էստեղ, ասպես սկեմ, عربي هاجوب هاجوب هونيك هو هون بس منه هون هلا ما عم نسأل عنه تكرمه طيب շատ հետաքրքիր, այնքան նման են ميرسي խանութների لكم لأن تلفزيون أرمني من أرمينيا Բարև։ Հայ ես։ Սորբերը Հայ եք։ Արաբ եք։ Բայց հայերեն գիտեք։ Ժամը 2-ին եկեք ճաշենք։ Եկեք բադգեր مطعم بادجير مركز بادجير يجيك تعالوا هلا بالاستاذه اهلا فيكم Հիմա կգանք։ احلى استاذه
Այստեղ ուրեմն նվարավաճառ կամ փանչարավաճառ ավելի ճիշտ հարութին խանութն է, որ մենք հիմա պիտի քնենք մեր ստեբրիները, լոլիգը, սոխը։ Իդեպ հետարքիր բան տեղի ունեցավ, կանելու տեղ չունենք եւ մեր արաբ ընկերները իրենց մեքենան մի ուրիշ տեղ կայանեցին եւ դուք ձեր մեքենան կայանեցիք։ Իրապես համագեցությունը այսպես է հայուն եւ ոչ հայուն լիբանանցի այսպես իրարու հետ ապրած դարիներով համագեցությունը ահա այս մեզի ցույց կուտա մարհաբա մերսի Ձեր հայրիկը արդեն խնձոր է գնում։ Հայրիկս արդեն քնած է հիմա պիտի քնենք մենք ստեբրինը բարև ձեզ դար գշրե այո Որքան ստեբրին է մեզ հարկավոր։ Ամբողջը պիտի առնենք, որովհետև մեզի մոտավորապես պիտի առնենք, այո։ Ամբողջը։ Այո, 2 կիլո։ Ամբողջը պիտի առնենք։ Վնաս չունի հայրի։ Չի պորվիր, բայց մենք գտնենք մեջ են։ Այո, գտնենք պետք եղածը։ Ահա։ Գինարփի վստահաբար հայ հերոստադիտողին հետարքիր է թե ինչ արժե այստեղ ստեբրինին 1 կիլոգրամը։ Ստեբրինը այսօր ինչ կարժե։ դոլարի։ 1000, այսինքն կիլոն $1։ $1։ Այո։ Բարև ձեզ։ Ուրիշ բանի գործած ենք։ Երևանում էլ մոտ արապես նույնն է։ Տիկին Արփի, Այո։ մենք Երևանում երբ որ նոր զորքում գնումներ են կատարում, առաջարկում ենք վճարել։ Կարող ենք մենք վճարել։ Չէ։ Չէ, ինչու ասում եմ կարող ենք, որովհետև ինձ մոտ Նախունիկ Լիբանանյան։ Լիբանանյան դրամ չունեմ, բայց ասացին, որ կարող եմ ես դոլարով այստեղ վճարել։ Շատ մեծ է սա։ Բայց հնարավոր է, հա։ Խանութին ամբողջ արարկաները, ապրանքները, փանչարեղենները կնեք այս $100 ճիշտ չէ։ Լավ, շնորհակալություն ձեզ։ Տիկին Արփի, Այո։ ինչ են գնելու այստեղից։ Հիմա այստեղ տեմբելյաններուն կովեն, պիտի մտնենք եւ համեմունքներ պիտի քնենք, ինչպես որ տեսնեք, 4 փանչարեղեններ, 4 բդուղներ եւ համեմունքներու հadouk խանութ է։ Այո։ Մարաշ փողոցի մեջ։ Մենք համեմունքները գնում ենք նոր Զովքից Երևանում։ Դուք նոր Զովքից։ Խնդրեմ, գնեք։ Այո, ուրեմն բահարունիս անշուշտ, հաջիս մեզի երկունուգի բահար։ Այո, եւ ջինջերունիս։ Այո, ջինջերալ դուր, որովհետեւ դիգա ջինջերը փոշին կամ լմանը։ Այո։ Արաժում այսքան։ Այո։ Շատ լավ։ Ուրեմն եւս մանաշ փողոցի մեջ պիտի մտնենք կաֆե Գարոն, որը դարձյալ շատ հին խանութ մնե համեմունքներու եւ 4 փանչարեղեններու հատկացված խանութ է։ Մենք պիտի բլղուր առնենք։ 5 կիլո բլղուր հաջիկ։ Ադիա պիլավի համար բլղուր։ Ափսոս հերոստադիտողը չի զգում թե ինչ բուրմունք է այստեղ։ Բուրմունքը, բացարիք բուրմունք, բացարիք։ Այս խանութնալ ներսես Հալաբիին խանութն է, նորեն համեմունքներ եւ 4 բդուղներ եւ 4 փանչարեղեններ մտնենք ընկույզ մեջ պիտի առնենք, որբեսի մեր սարմային գաղամփով սարմայի մեջը ընկույզը տնենք։ Շատ լավ, մենք ձեզ սպասում ենք այստեղ։ Այո, շատ լավ։ Տիկին Արփի, Այո։ եթե Երևանում գտնվեք մոտ ապագայում, ձեզ այնտեղ մեր գործընկերների կողմից նվերներ են սպասվում։ Ահա, իրապես։ Կհեռաձայնեք ինձ։ Այո, բայց ինչ ծևի նվերներ։ Հաղորդումը կդիտեք չէին սպասում KTM կայքում Այո։ եւ կտեսնեք այնտեղ ես նվերներ կներկայացնեմ։ Շատ լավ։ Շատ լավ։ Շարունակենք։ Շարունակենք։ Վերջապես պատրաստենք։ Անոթի ենք։ Անոթիկ շուտ աշխատին հայրիկը մեզ մի ավելի աջաբարանոք է։ Ինչ անում հայրիկը։ Հիմա, որովհետև այս ջաշը ընտանեկան ջաշ է մանգասարյաններուն, բաբիգիս, տատյոս բաբիգիս, ուրեմն հայրիկ ժառանգած է եւ մենք սկսանք պատրաստել ստեբրինի դոլմա ջաշը, մենք այստեղ գերվենք Այո։ եւ հայրիկը գփորե, որովհետեւ
Սա որպես ավանդություն մեր ընտանիքին եւ որովհետեւ այս փոքրիկ կորձիկը հայրիկը ինքը նուբար հայրիկը ինքը պատրաստած է դեստեք ինչ նրբությամբ գճապե Այո։ եւ վերջը այդ թանագին Երգայքը գճապե ցույց ծուր հայրիկ գճապե Այստեղ տեղին է նշել, որ ձեր հայրիկը 96 տարին 96 բոլորել է։ տարի 1920-ին ծնած է Կինարփի, այո ինձ հետաքրքիր է, ձեր տանը մեծամասամբ հայկական խոհանոցն է գերիշխում, թե արևելյան, արաբական։ հայկականը այո ներկա է, բայց նաև խառնված է դեղական բարձ ջաշերու հետ, այո, եւ այդ է պատճառը, որ յուրահատուկ համը, յուրահատուկ դեսքը կներկայանա։ Ամենից որ Լիբանանյանը նաև ներկա է, բայց հայկական, խարպերցիական, զանազան հայրենակցական միության ջաշերեն մենք մեր ամուսադաղի, այո, Մենք մեր հաղորդումը շատ երկրներում ենք նկարահանել, բայց մեզ ասացին եւ մեր դեսպանատանը եւ այն ընկերները, ովքեր որ ճաշակել են Բեյրութի կերակուրները, որ այստեղ աշխարհի լավագույն խոհանոցն է եւ ամենահամեղն է։ Ինչով է դա պայմանավորված։ Նախ որովհետև հայկական հիմքերով, հայկական ցևերով, հայկական շունչով եթե գուզեք եւ հայկական ռեսիպներն են, հայկական խոհակիրներն են, որուն եկած ավելցած է լիբանանյան համեր, ամենից որ շատ յուրահատուկ եւ շատ այո, համերները լիբանանյան համերներ են։ Ով քնած։ Տուն կնեցի։ Այո։ Լիբանանյան փերքն է։ Տապեմ։ Վնաս չունի։ Բիդի հիմա գեսորվա համար հրամցնենք մեր հյուրերուն։ Ձեր հայրիկը գոհ չէ Ստեփրինից։ Գոհ չէ։ Փոքր է, հա։ Որովհետև այս շրջանին փոքր են Ստեփրինները։ Ինքը ավելի վարժ է կամ ավելի գփնդրե մեծ Ստեփրիններ, լայն Ստեփրիններ ավելի թյուրին գփորվի եւ միջուկ ավելի հարուստ կլա։ Ամենից որ այս է։ Դուք ձեր տանը միասին ամբողջ ընտանիքով ավանդույթ ունեք ճաշելու։ Այո։ Եվ անոր համար հայրիկը երբ այստեղ ենք, բադգերի մեծ ընտանիքը հաջուկով գհրավիրե, որբեսի կան եւ միասին նստենք ճաշենք։ Այո, այդ ավանդույթը կբահբանենք մենք։ Միադեղ ճաշել, այդ համը եւ այդ վարգյանը, որ պիտի համի եւ միասին հավաք լալու վարգյանի ըմպոշխումը տուն։ Հադը։ Մենք նոր գործողություն ունենք, թե պետք է սպասենք, որ ամբողջովին գազարը այս տեսք ընդունի։ Ճիշտ։ Գիտեք, շատ դժվար է փորելը, որովհետեւ չենք խաշեր, այլ հում գարձր վիճակի մեջ մեծ հայրիկը նուբարը գփորե, ամենից որ դժվար է եւ սահուն գտեսնենք ներս ինչպես ահավասիկ, բարբենք մեջը։ Իսկ դուք քանի երեխա եք։ Մենք եղբայրս եւ ես։ Ես Արփին եւ եղբայրս Դարները սխալ են առնված։ Ռուպենն է։ Նաչելա։ Դանը մեջը մեր եղբայրս ամուսնացած է, իր ընտանիքը կազմած է, մենք ենք եւ բադգերի ընտանիքն է։ Հայրիկը շատ բծախնդիր է, Ճիշտ շատ։ է։ Ինքը կորձով ինդուստրիալ, այսինքն ջարդարարվեստի գծակրիչ եղած է։ Եվ այս գործիքը իր ձեռքի գործն է, իր կարծեմ։ ձեռքի գործն է, այո։ Ինքն է պատրաստ է հատուկ մաքրելու համար։ Երկաթուղակձի մեջ աշխատած է որպես գծակրիչ եւ այդ գծակրությամբ ինք հղացած է այս գործիքը եւ այդ կորձադերիներու մեջը ատելյեներու մեջը գործիքը շինել դված է։ Ընդմիջենք, երբ որ կունենանք նոր գործողություն, կրկին կնկարահանենք, լավ։ Շատ լավ, այո։ Տիկին Արփի, Այո։ եկավ պա, երբ որ Ստեփրինը լցոնում ենք։ Դե պատմեք, ինչպես եք լցոնում։ Լեցնելը առաջ մենք անուշ համեմը եւ աղը միասին խառնած։ Սա։ Այո, որ ասե, որ մենք բահար գսենք, միասին գլեցնենք Ստեփրիններու մեջը, որբեսի Եթե կարելի է մեկը ուղղակի ցույց տվեք ինչպես եք պատրաստում, ինչ եք լցոնում։ Այո, ուրեմն ասինք մեջը ինչ գլեցնենք, իսկ միչուգը, միսը, կիլոմը միսը, մեգուգես կավատ պրինցով իրար այսպես լվացած ենք այս
բրինձը։ Հիմա մենք միայն բզիկ քանակով պատրաստենք։ Եվ այսօր վրա պիտի ավելցնենք, հետո մենք կշարունակենք այս գործը։ Գործողությունը, Այո։ Այսօր վրա պիտի ավելցնենք ամենեն կարևորը նուրի նրան թթու։ Այո, Նրան թթու։ բարձ է։ Այո։ Որմե վերջ։ Հիմա ես համը գարնեմ, հետո կտեսնենք։ Արավել սխտոր, Ավելացնում ենք այո, սխտոր։ ձեծված սխտոր, Այո։ մեծ քանակությամբ։ Սամիչուկի մեջը պետք է միսը ավելի լա եւ ոչ պրինցը։ Հետո Այո։ պիտի ավելցնենք այստեղ։ Տոմատի մածուկ է։ Ոչ, սա բիպարի, Այո։ բրբերի, գարմիր բրբերի մածուկ է։ Եթե ցանկանան մարդիկ գավելցնեն լոլիկի ջուր, բայց մենք չենք տներ լոլիկի ջուրը։ Հա, լոլիկի մածուկ է սա։ Այ, լոլիկի մածուկ է։ Տոմատ ենք մենք ասում։ Տոմատ եք ասում, որովհետև այս տոմատներում սենք մածուկը հadouk ծևով պետք է պատրաստված լա, մերը գրնանք տնել, մերը անջարի պատրաստություն է, չեմ կարծեր որ ցուկ Բաղացրացվածները ոչ այդքան լավն են։ Ճիշտ, բաղաձոները այդպես լավ չեն։ Հետո գավելցնենք այստեղ ինչ որ ավելցավ Աղը եւ համեմը, անուշ համեմը, ահա, արավել գավելցնենք անուշ համեմ, ահա, այսպես, քիչ մը շատ եկավ, ամենից որ կբարվենք, գավելցնենք 7 համեմ, 7 համեմ, 7 դեսակ համեմ, այո, քիչ մը շատ է, ակսեցնենք, այո, որ լիփանան միայն ունենք, եւ պատկերացուցեք լիփանանյան համերն անգամ մենք հայկականի նաեւ գբադվաստենք հայկականով գբադվաստենք այո, լիփանանյան ջաշերը հայկականով Կարմիր պղպեղ, կարմիր պղպեղ այո բավական որբեսի քիչմը իր գծությունը ես այստեղ նշмарեցի որ տտուն նրան տտուն քիչ է, որտեվ քույնը ինձի Դուր չեկավ։ չներշնչեր, այո։ Պետք է չրոդի վրա լա։ Պիտի ավելցնենք աղը։ Այո։ Այո։ Եվ շատ քիչ լեմոնի կիտրոնի ջուր, գիդրոնի ջուր, քամած կիտրոն, այո։ Ու որբեսի շեշտվի թթվությունը այո, գավելցնենք գես տկալ շաքար։ Օ, Գես տկալ շաքարավազ է պետք։ շաքարավազ։ Ինչու։ Որովհետև թթվության համը գուտա։ Իսկական համը գուտա թթվության։ Եվ հավասիկ մենք ունեցանք Ստացված զանգվածը մենք Այո։ ինչ ենք անելու։ Լցոնում մենք ենք պիտի հիմա, հա։ լցնենք այս ստեբրիներու մեջ, որոնք արդեն իրենք լոկցան, Այո, այո, լոկցած են համեմի, անուշ համեմի եւ աղի, բայց մի հատ համը առնենք, աղնայինք։ Արդյոք ճիշտ է։ դպավարարե մեր քիմքին դետ կեղած համը։ Եվ կարող եմ ես էլ փորձել։ Եկե մի հատ տուկալ ես կգարձեմ թթուն պետք է շեշտել թթուն շեշտելու համար այո լցնենք այո Ես հիշեցնեմ մեր Այդպես, հերոստատիտողին, բավարար։ որ եւ ասեմ, որ շատ համեղ էր, հենց այսպես էլ կարելի է ուտել։ Իմ դուրը շատ եկավ։ համեմները գսկացվին մեր համեմները Այո, լիբանանյան համեմները զգացվում է։ ավելցնենք Եվ Մի- ես զգում եմ, որ պիպա։ եւ ես եւ Դավիթը մոտ 5-6 կիլո ավելացած կվերադառնանք Հայաստան։ Ընդամենը 5-6 կիլո։ ընդամենը 5-6 կիլո եւ դակավին սա միայն ստեբրինի լիցքն է դոլմայի մասին է խոսածնից հաբա ինչ կմնա ֆիշնե կեբաբի մասին հա Հիմա լցոնում հիմա ենք լցնենք մի քիչ եւս գիտրոն այո եւ հավասիկ պատրաստ է Այս սա է հմուտ խոհարարի կարողությունները, որ Սա? կարողանում է, այո, համերը իմի բերել։ ճիշտ մամիգիս եւ բաբիգիս Բաղադրատոմսով։ խոհակիրն է այո որ փոխանցված է հայրիկիս եւ հայրիկին շինած կորձիկով
մենք կշարունակենք ավանդությունը։ Մինչ այլոց մեր հարթման շրջանակներում առաջին անգամ է, որ այսպիսի կերակրատեսակ է պատրաստվում, կարծում եմ շատերը կփորձեն պատրաստել Այո։ եւ կարող են փորձել պատրաստել, այցելելով chain.spasum.am եւ մանրամասն հետեւելով թե ինչպես է պատրաստվում ստեփղինը։ Տոլման։ Ստեփղինի տոլման։ Այո։ Հավասի։ Գինարփի հետո Այո։ որքան ժամանակ պետք է եփել այս ամենը։ Երբ սկսի գացան ցայն հանել, Ահա։ ջնշիպ այո, ջնշեպը ցայն կսկսի հանել, Մոտ կես ժամ, հա։ 7 վայրկյան։ 7 վայրկյան։ 7 րոպե։ 7 րոպեի արդեն ստեփղինը եւ միսը գահա պետք եղած կագուղությունը եւ եփի Ես կարծում եմ այս կերակրատեսակը པարզ է եւ հասկանալի։ Իշտ։ Ընդմիջենք եւ կշարունակենք, լավ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Հավասիկ։ Գինարփի շատ համով է։ Կարանք հանած էփելի ուտենք։ Հադուկ է համը։ Իսկապես հատուկ է Իրավ, հա։ եւ շատ համեղ է։ Այո, ասե։ Այս է, որ հիմա մենք եփած ունենք։ Բայց մեկ գազարը բավարար է, հա, կարելի է ուտել եւ կշտանալ, հա։ Չէ։ Քանի հատ կարելի է ուտել։ Կոնե 4 հատ պիտի ուտել։ 4 հատ, չէ, շատ է։ Չէ, Ուզում եք 4 հատ 10 պիտի կիլո ավելացած գնանք Հայաստան։ Բայց 4-ով կգշտանա, հազիվ կգշտանա մարդ։ Հիմա մենք եփած ունենք, եփածը պիտի Սա արդեն པարզ է։ Շատ այո։ Գինարփի սա մեր երկրորդ ճաշն է, կերակրատեսակը։ Ինչպես է կոչվում։ Սա գաղամփով սարման, որ գաղամփով դոլման դուք կսեք Դե պատմեք։ Պատմենք, ես մի քիչ արագ խոսիմ, հետո դի մարոնալ, որ գոքնե, որբեսի մեր այս դանը ջաշարանը միշտ շեն մնա, պրոֆեսիոնալ խոհարար է, համերը գարենան ճշգրիտ հարազատ կերպով փոխանցել։ Ինչ ունենք այստեղ։ Այստեղ հիմա ունենք ցավար, դրճված ցավար, որ այստեղ են փերած ենք, սող, ուրեմն 4 կավատ ցավար, 4 լոլիկ, 4 հատ լոլիկ, մաքրած լոլիկ մանրեցած, սա է, հա։ Այո, եւ 5 հատ, 5 գլուխ սող այս մեծությամբ։ Ես մնացածը կփոխանցեմ դիգի մարոին, որ շարունակե ինքը, որ արդեն այստեղ են, բայց խնդրեմ պատրաստ։ Ուրեմն ցավարը սոխը մանդրված լոլիկը գավերցնենք բիբերի հյութը, լոլիկի ճուրին հյութը, մածուկը, պղպեղի մածուկ, լոլիկի մածուկ, աս մանդրված սխտորը, չենք ձեր սխտորը ասոր մեջը, մանդրված գտնենք, որ համը ավելի շեշտվի, գավերցնենք լեմոնի հյութը, Քամած կիտրոն։ Այո։ Գավերցնենք նուրի թթուն։ Սա նուրի դոշապ է, հա։ Այո։ Նուրի մենք գսենք թթու։ Ռուբ գսենք։ Նուրի ռուբ։ Ինչպես խաղողի ռուբը գա։ Այո։ Խանութում վաճառում են, այսպես պատրաստի գնում Այո, են։ բայց մենք խանութները չենք գներ, դարձյալ ասիգա անջարի կորձե կամ քեսաբի կորձե։ Այո։ Գավերցնենք ծեփ։ Մի քիչ։ 50 գրամի չափ։ Եվ մեր ասպարատությունը գխարնենք։ Զեյթունի ծեթեր։ Ոչ, բուսական ծեփ։ Բուսական։ Միշտ ջաշերում մեջ բուսական ծեփ կկործածվի, հում ուդելու բարակային ծիծաբդուղի ծեփ, գան ջաշեր, որ գդանին ծիծաբդուղի ծեփը ավելի համեղ գլա, բայց ասոր հետ այս նեգնենք։ Եվ արդեն նախորոք խաշած գլանք գաղամփի դերևները։ Ահա։ Այո։ Պարզ է։ Եվ Միս հիմա ավելացնելու ենք, թե ոչ։ Ոչ, ասից հետով է, միս չէ։ Միս չկա այստեղ։ Ոչ, միսով չէ։ Պահքի շրջանում կարելի է ճաշակել այս տոլման։ Բուսագեր չեն, Բուսակեր են, այո։ Բուսագեր են, ասնեգը իրենց գոքն է։ Հիմա նորեն պետք է համնենք։ Որ դեսնենք եթե պամը բագաս է, արդեն շատ համով է եւ գսկսենք պատելու մեր դոլմաները։ միասին պատենք, թե առանցինը շարունակես։ Չունիմ։ Ուրեմն այս ցևով մենք Փաթաթում ենք։ Փոքրիկ է ստացվում։ Այո, ասնեգը Մենք Հայաստանում ավելի մեծ տոլմայի ենք սովոր։ Այո։ Միսովները։ Միսովները, այո։
Դա այսպեսի տոլմա թփով ենք ճաշակել առանց մսի, մեզ մոտ։ Պատրաստում են։ Հա, պատրաստում են։ Այո։ Դեսնենք համը նույնն է։ Տեսնենք։ Եվ այս ամենը պատրաստում ենք եւ 15 րոպե, քանի վայրկյան ենք եփում։ Ասի մոտավորապես, եթե ջնշեպով դեպենք, երբ որ ջնշեպը մեզի ցայն գուտա գսուլեր, սուլելեն վերջ 5 վայրկյան վերջ կմարեն։ 5 րոպե մի խոսքով։ Սուլեց 5 րոպե վերջ կմարեն։ Այո։ Ես կարծում եմ մոտարապես 20-25 րոպե պետք է փել։ Ընդհանուր առմամբ այո, պետք է այդքան ժամանակ առնի մինչև երաճուրը եւ այլն։ Ես կարծում եմ հասկանալի է, ուղղակի այստեղ ուզում եմ, հա, մոտենակ այստեղ Տիկին Արփի եւ տեսնենք ինչ է այստեղ։ Այս կրակի վրա պիտի եփենք։ Գրակ ոչ։ Սա միշտ պատրաստ կունենանք, որովհետեւ մեր հյուրերը երբ խորոված ուզեր, Հասկանալի է։ Լավ, բարձ է։ Այո, զիկ կանագով կպատրաստենք, երբ որ բանջկը շատ լա, ադուխը գավելցնենք։ Տիկին Արփի, ես կարծում եմ խոհանոցում ամեն ինչ բարձ է, այս ամենը արդեն կտեսնենք, երբ որ սեղանի շուրջ նստենք։ Շատ լավ, շնորհակալություն, շատ հետաքրքիր էր եւ շատ բարձ էր։ Այո։ Տիկին Արփի, քաղցած ենք։ Այս սեղանը պատրաստ է։ Օ, Ռամեցեք։ ուտելու բան չկա սեղանի վրա։ Ուդելու դեղ չկա սեղանի վրա։ Այո։ Ուրեմն այստեղ Տաշնամուրի վրա Ռաֆիկ Էչեջյանն է, որ եղավ 1.5 տարի մեր հետ է, Սուրիայեն է, շատ լավ երեգոները մեր գզարկացնե, Չեմ հավատում։ գչերմացնե, մի հատ փորձենք ուրեմն լսենք։ Ձայները լսեմ ուրեմն ձեր։ Ռաֆի դուք քաղցած չեք։ Մոտեցեք սեղանին։ Ռամեցեք։ Դե ներկայացրեք։ Ինչպես որ խոհանոցը պատրաստեցինք, Այո։ Ստեբրինի դոլման է, Այո։ այնտեղ եւ այստեղ, Ահա։ ջարբիկ էղողը գրավե աթոր, այստեղ գաղամպի սարման է, այստեղ եւ այնպես, զարտարված ծևով, եւ մնացածը հայկական ոսպով քյուֆտեն է, մեր շատ համեղ Ես ճաշակել եմ 3 եւ այո, իսկապես շատ համեղ էր։ գերասի ֆիշնեի քեբաբն է, այստեղ հայկական մանթն է, որ իր սոսով պիտի եւ մածունով պիտի ուդվի, այնտեղ սուպերեկն է, բանիրով համով պատրաստված, այստեղ սմփուգի սալատն է, հադուկ նորեն մեր կողմեն, այստեղ լիբանանյան համուսն է, Այո։ որ սիսերով պատրաստվի, նաև լիբանանյան, բայց հայկական ծևով պատրաստված ինչ է նասիգա, սմփուգի, բայց մուտաբալն է, այստեղ մուհամարան է, մուհամարան բիբերի ճուրով, բղբերի, գարմիր բղբերի հյութով եւ գարգանտագով ու ընգույզով հիմնականը պատրաստված է, այստեղ հայկական երշիկն է, հայկական երշիկը, լոլիգի ճուրով պատրաստված, հոս պրինցե քյուֆտեն է, որ շատ մարդիկ քյուֆտեներ գնեն միսով, բայց մերը պրինցով ու լցված միսով, այստեղ ունենք իջը, հայկական իջը, որուն հիմնական փաղատրիչը
ցավարն է։ Եվ ունենք լահմաջուն։ Այո։ Եվ Մի խոսքով ուտելու բան չկա առանձնապես։ Ինչպես եք սկիզբը ազդարարում։ Մենք սկիզբը Ես կարծում եմ տեղին է նշել մայրիկին ու հայրիկին Այո։ ներկայությունը, որ իրենք իրապես այստան օրտնությունն են, այստեղ ծեր բաժակն է, դան օրտնությունն են մեր հիներուն շարունակող ճանապարհը մեզի ցույց տվող երիտասարդներուն ճանապարհը ցույց տվող գնանք լեցնել այդտեղ, այո, որբեսի մենք ինչպես ասի սորվինք բահբանենք եւ փոխանցենք 96-97 տարեկան։ Ճիշտ։ Եթե չեմ սխալ։ Մայրիկը Մարի Մելիքյան Մանգասարյան 96 տարեկան Ձեր ծերերներուն աջակցություն կմաղթեք։ Շնորհակալություն ձեզ, առողջություն։ հայրիկ արդեն ինքսինք ներկայացուց Նպատակներ, որ ունի իրականանան։ Քիչ առաջ ձեր մարիկի հետ խոսում էի, ձեր մարիկը ասաց, որ երջանիկ կյանք է ապրել։ Ճիշտ է, որովհետև ինք շատ սիրով լեցուն սիրտ մունի, եկավ մտա բազմանդամ ընտանիքի մեջ եւ գրծավ ապրիլ, բահեց այդ բազմանդամ ընտանիքին ավանդությունները եւ ավելցուց վրան։ Բարիա Խորժակ, շնորհակալություն։ Շնորհակալ ենք մեր հյուրերուն ալ բարի եկեղած մեր հյուրերը։ Այո, թող մեր դունը միշտ շեն մնա մեր հյուրերով եւ հայը մնա գանքուն, Հայաստանը մնա գանքուն, այս այցելությունները շատ կարևոր են եւ այսպես հաջողություն երկրորդ Տիկին Արփի, մենք քաղցած ենք։ Խնդրեմ, շատ լավ։ Տիկին Արփի, շնորհակալություն, իսկապես շատ համեղ էր։ Մենք գնացինք Հայաստան, ինչ փոխանցենք մեր հայրենակիցներին։ Վայ, շատ բան կա ասելիք, բայց ամենակարևորը ամուր մնա Հայաստանը, որովհետեւ մենք ալ մնանք ամուր։ Ձեզ օրվա լավ շարունակություն, ցտեսություն։ Շնորհակալություն, բարևներ, մեր հայրենիքի հայրենագիցներուն։ Ցտեսություն։ Իրարմով մենք ամուր ենք, իրարմով մենք զորավոր ենք։ Սերը թողը լա մեր միացնողը։ Հավատացնում եմ շատ յուրօրինակ եւ համեղ խոհանոց է Լիբանանյան խոհանոցը։ Դիմադրենք քաղցին միասին։